Ողջունում եմ բոլորին, հուսամ բոլորդ լավ եք։ Այսօր կներկայացնեմ արդեն հաջորդ շաբաթվա վերլուծությունը, օրերի նշանակությունը, էներգետիկ դրսևորումները եւ միասին կփորձենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել հաջորդ շաբաթվա ընթացքում, այն է մայիսի 11-ից մինչև 17-ը ընկած ժամանակահատվածը եւ ընդհանրապես ինչքանով կարող ենք հարմարեցնել օրվա էներգիաները մեր նախաձեռնություններին, որտեղ սա շատ կարեւոր է։ Հիմա եկեք անցնենք առաջ, մինչ առաջ անցնելը, եթե մինչ այժմ չգիտեք ձեր անհատական էլեմենտը եւ թե որն է ձեր տարվա կենդանակերպը, սկանավորեք այս QR կոդը, այնուհետև կբացվի նման պատուհան, որտեղ լրացնում ենք ցենզյան տվյալները, սեղմում հաշվել, դրանից հետո բացվում է նման պատուհան, սա արդեն բազիկ քարտն է, օրվասյան վերևի մասում ներկայացված է անհատական էլեմենտը եւ աջից առաջիսյան ներքևի մասում սա արդեն տարվա կենդանակերպն է։ Եթե ինչ-որ խնդիրներ կառաջանան, ուրեմն բազիկ քարտի ուսումնասիրության հետ կապված կարող եք նայել այս վիդեոն, որը տեղադրված է իմ YouTube-յան ալիքում։ Այստեղ ես մի փոքր ավելի մանրամասն եմ ներկայացնում, թե ինչ է բազիկ քարտը եւ որ հատվածում նշանները, հիերոգլիֆները ինչ են իրենցից ներկայացնում։ Եվ անպայման կխնդրեմ բաժանորդագրվեք, որովհետև մեծամասնությունը, ովքեր դիտում են իմ վիդեոները, դեռ բաժանորդագրված չեն, ցեղմեք լայք կոճակ, կիսվեք ձեր շրջապատում եւ իհարկե լավ կլինի գրեք նաեւ մեկնաբանություններում ձեր կարծիքը վիդեոների հետ կապված կամ ընդհանրապես այլ ինչ թեմաների մասին կուզենաք, որ ես խոսեմ, անդրադառնամ, ինչն է ձեզ ավելի շատ հետաքրքրում, կխնդրեմ կիսվեք։ Ամսի 11 մայիսի մեզ մոտ կայունություն բնութագրով օրով է բնութագրվում, օրը բավականին դրական օր է, առավել դրական է համարվում ցլի, վիշապի, օձի եւ աքաղի տարում ծնվածների համար, ֆինանսական առումով օրը դրական է, մետաղ 9 անհատական էլեմենտ է ունեցող անձանց համար։ Քանի որ օրը աքաղի օրն է, ապա օրը համարվում է օգնության օր բոլոր նրանց համար, ում անհատական էլեմենտը կրակյան կամ կրակ 9 է, որովհետև հենց այս մարդիկ կարող են օրվա ընթացքում ավելի շատ ակնկալել օգնություն շրջապատից, բնականաբար դիմել օգնության եւ հավանականությունը մեծ կլինի, որ ձեզ չեն մերժի օրվա ընթացքում եւ դուք կհասնեք ձեր ցանկալի արդյունքին։ Ամսի 12-ը նախաձեռնում բնութագրով օրով է նկարագրված, ունենք հրեղեն շան հոր, օրվա ընթացքում ունենք լավ էներգիաներ, կարող ենք օգտագործել հանդիպումների համար օրը, կարող ենք օգտագործել նաև հոգևոր պրակտիկաների համար, օրը համարվում է դրական վագրի, նապաստակի, ձիու եւ շան տարուն ծնվածների համար, իսկ ֆինանսական առումով օրը դրական է ջուրյան անհատական էլեմենտ ունեցող անձանց համար։ Օրը շան օրն է եւ բնականաբար հողային էլեմենտ ունենք այստեղ, մի փոքր հնարավոր է դանդաղ, առաջընթաց նոր նախաձեռնություններում, դրա համար ցանկալի է լինել մի փոքր ավելի համբերատար եւ եթե նոր նախաձեռնություն եք ուզում սկսել, այսինքն ստարտը տալ, ապա լավ կլինի, որ ամեն ինչ պլանավորված ունենաք, այլ ոչ թե սկսեք համապատրաստից։ Ամսի 13-ը կործանում բնութագրով օրով է մեզ մոտ, օրը էներգետիկ առումով շատ բացասական է եւ ցանկալի չէ այսօր իրականացնել որևէ նոր նախաձեռնություն, փոքրի շատ է, օրը համարվում է դրական վագրի, նապաստակի, այծի եւ խոզի տարում ծնվածների համար, իսկ ֆինանսական առումով օրը դրական է ջուր 9 անհատական էլեմենտը ունեցող անձանց համար։ Նրանք, ովքեր ուրեմն ցանկանում են դիմել օգնության եւ ուզում են ստանալ օգնություն, ապա ուշադրություն դարձրեք ձեր անհատական էլեմենտին, հատկապես նրանք կարող են օգտվել օրվա օգնության էներգիայից, ում անհատական էլեմենտը կրակյանն է կամ կրակ 9։ Ամսի 14-ին ունենք վտանգ բնութագրով օր եւ օրը մեզ մոտ հողեղեն առնետի օրն է, համեմատած ամսի 13-ի բավականին դրական օր է, կարող ենք օրը օգտագործել նոր հանդիպումների համար, բայց նոր նախաձեռնություններ սկսելու համար օրը համարվում է բացասական։ Համենայն դեպս օրը համարվում է դրական առնետի, ցլի, վիշապի եւ կապիկի տարում ծնվածների համար, իսկ ֆինանսական առումով փայտյան
էլեմենտ ունեցող անձանց համար առավել բարենպաստ է։ Բացի այդ, եթե ցանկանում եք օգնություն ստանալ, դիմել օգնության եւ ստանալ դրական պատասխան, ապա ուշադրություն դարձրեք ձեր անհատական էլեմենտին։ Ամսի 14-ին օգնության էներգիան սատարում է ավելի շատ նրանց, ում անհատական էլեմենտը փայտ 9 է կամ հող 9։ Ամսի 15-ը մեզ մոտ հաջողություն բնութագրով օրով է ներկայացված, օրը բավականին դրական օր է, շատ դրական, ես կասեի, եւ կարող ենք օգտագործել բոլոր տեսակի նախաձեռնությունների համար, կարող ենք նաև բժշկական օգնության դիմել, կարող ենք հանդիպումներ նշանակել, բանակցություններ վարել, պարտքերի հավաքագրում, նոր պաշտոնի անցնել, մի խոսքով նոր ուսում սկսել, նոր բիզնես սկսել, այս ամեն ինչի համար շատ դրական օր է համարվում, կամ 3 բացառություններ, բացառություններից մեկը դա նոր բնակարան տեղափոխվելն է, մյուսը ամուսնանալը եւ երրորդը դա վերաբերվում է երկարաժամկետ ճանապարհորդություններին։ Օրը համարվում է առավել դրական առնետի, ցլի, օձի եւ ակաղի տարում ծնվածների համար։ Բացի այդ, օրը օգնության օր է համարվում բոլոր նրանց համար, ում անհատական էլեմենտն է մետաղյան կամ փայտյան կամ հողյան։ Ամսի 16-ը մեզ մոտ ստացում բնութագրով օրն է ու օրը կրկին ունենք բավականին դրական օր, մետաղական վագրի օրն է, օրը համարվում է առավել բարենպաստ վագրի, ձիու, շան եւ խոզի տարում ծնվածների համար։ Ֆինանսական առումով կրակյան էլեմենտը ունեցողները ավելի շատ կշահեն, իսկ օգնության հնարավորությունը ավելի շատ մետաղ 9 անհատական էլեմենտը ունեցող անձանց կողմն է այսօրվա ընթացքում։ Եվ ամսի 17-ը մեզ մոտ բացում բնութագրով օրով է ներկայացված, ունենք մետաղական նապաստակի օր, համարվում է դրական նապաստակի այծի, խոզի եւ շան տարում ծնվածների համար, ֆինանսական առումով կշահեն կրակ 9 անհատական էլեմենտը ունեցողները, իսկ օգնության մասով առավել էներգիաները ավելի շատ օժանդակում են ջուրյան եւ ջուրին անհատական էլեմենտը ունեցողներին։ Ինչպես տեսնում եք, այստեղ ունենք աստղի նշան, օրը բավականին դրական օր է համարվում, ինչու, որովհետև օրվա մեջ ունենք նաև երկնային առաքինության եւ երկնային օգնության էներգիաները, ընդհանրապես նման էներգիաների արկայությունը հուշում է, որ օրվա ընթացքում մենք կարող ենք լուծել այնպիսի հարցեր, որոնք երկար ժամանակ համարվում էին չլուծվող կամ դժվար կամ ինչու՞ չէ նաև ձգվել են, ինչ որ հարցեր, որ երկար ժամանակ ձգվում էին, այսօր կարող ենք անդրադառնալ այդ հարցերին եւ վերջապես փակել այդ թեմաները, լուծել այդ հարցերը եւ անցնել առաջ։ Այնպես որ ամսի 17-ին կարող եք նախաձեռնել այնպիսի նախաձեռնություններ, որոնք վերաբերվում են նման թեմաների։ Եվ անպայման հիշեք, որ բարենպաստ օրերի ընտրությունը շատ կարևոր է, որովհետև երբ որ մենք հասկանում ենք օրերի նշանակությունը եւ կատարում ենք ճիշտ պլանավորում, մեր բոլոր նախաձեռնությունները ամենայն դեպս հավանականությունը մեծանում է, որ կպսակվեն հաջողությամբ։ Սրա հետ կապված ես ուզում եմ հիշեցնեմ, որ անցած շաբաթ ես անցկացրել էի մաստեր կլաս 2-օրյա ամսաթվերի ընտրության հնագույն չինական արվեստը թեմայով եւ դրանից հետո ինձ շատ են գրում եւ այն մարդիկ, ովքեր չէին հասցրել մասնակցել այս մաստեր կլասին, ցանկանում են մասնակցել ու դրա համար ես եւս մեկ անգամ այս տարվա մեջ վերջին անգամ կանցկացնեմ այս մաստեր կլասը մայիսի 28-ին եւ 29-ին մի փոքր մանրամասներ ներկայացնեմ, ընդհանրապես մենք նայելու ենք այս 2 օրերի ընթացքում օրերի նշանակությունը ըստ չինական մետաֆիզիկայի ու միասին կարողանալու ենք վերլուծել օրերի նշանակությունը եւ թե ինչպես կարելի է դրանք օգտագործել։ Սա շատ կարեւոր է, եթե դուք ցանկանում եք ձեր կյանքում ավելացնել եւս մի քանի հնարավորություններ ձեր նախաձեռնությունները ավելի փափուկ անցկացնելու համար եւ ձեր ցանկալի արդյունքին արագ հասնելու
համար։ Ինչ կստանաք այս երկու օրերի ընթացքում։ Առաջին օրը մենք նայում ենք, թե ինչ է իրականում ամսաթվի ընտրությունը, ինչ էներգիաներ են ազդում օրերի վրա, ինչպես կարդալ ժամանակի որակը։ Երկրորդ օրը արդեն նայում ենք ինչպես ընտրել ճիշտ օրեր, կարևոր նախաձեռնությունների համար, ինչպես պլանավորել կարևոր նախաձեռնություններ, case study-ներ իրական կյանքից և անձնական ուղղությունների վերլուծություն։ Ֆորմատը Zoom-ով է, այսինքն հանդիպում ենք on-line, ձայնագրությունները լինում են, եթե չհասցնեք մասնակցել, կարող եք վերադիտել կամ եթե ցանկանում եք նորից նայել, նորից ուրեմն վերհիշել, հա, ուսումնասիրել, ապա կարող եք ձայնագրությունները ցանկացած պահի նայել, անհատական մոտեցում իհարկե, որովհետև ունենք Telegram-ի փակ խումբ, որտեղ շփվում ենք, հարցեր ենք գրում, նաև տրվում են նյութեր, հա, ակտիվ քննարկումներ, նաև գործնական աշխատանք և իհարկե այն նյութերը, որոնք պարտադիր են ձեր ձեռքի տակ ունենալու համար, այդ ամենը տրամադրվում է։ Արժեքը ընդամենը կազմում է 15,000 դրամ, չնայած որ նման ուրեմն master class-երի ուրեմն արժեքը դրանք բավականին բարձր են, իրական արժեքը 40,000 և ունեք բոնուս չինական օրացույց նվեր, որը ստանում եք անմիջապես վճարումը կատարելուց հետո։ Եթե ցանկանում եք գրանցվել, ապա շտապեք, հղումը կլինի այս վիդեոյի նկարագրության մեջ, հիշեցնեմ մայիսի 28 և 29, վերջին անգամ այս տարվա մեջ կանցկացնեմ այս master class-ը։ Սա բավականին հետաքրքիր master class է, նախ ինքնաճանաչման, բացի դա նաև ուրեմն օրերի ճանաչման, հա, բարենպաստ օրերի ճանաչման և ճիշտ պլանավորում կատարելու համար։ Այսքանը, լավ եղեք, չմոռանաք բանալրթագրվել, սեղմել լայք կոճակ և հետևել իմ բոլոր վիդեոներին։ Մինչ հանդիպում։